Իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով Իդեալ համակարգի ցանկացած խալոցրահ։ Ողջույն հարգարժանտիկներ եւ պարոնայք, խոսենք մի շարք իրադարձությունների մասին ըստ էության։ Լրագրողներ առանց սահմանների հեղինակավոր միջազգային կազմակերպությունը լրագրողական հրապարակել է 25 թվականի գլոբալ համաթիվը խոսքի ազատության եւ այդտեղ մեր երկիրը Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է դիրքերի էական բարելավում եւ աշխարհում զբաղեցնում է ըստ այդ վարկանշային աղյուսակի 34-րդ տեղը։ Այդպիսի համաթիվ մեր տարածաշրջանում ոչ մի այլ երկիր չունի։ Ավելին, մեր բոլոր հարևանները առանց բացառության արձանագրում են հետընթաց։ Մեր հարևաններից ոմանք էլ ուղղակի գտնվում են այդ վարկանշային աղյուսակի ուղղակի հատակում։ Այսինքն այնտեղ տոտալ բռնապետություն է, վախի մթնոլորտ, բոլորի բերանը փակում են։ Իհարկե, շատ լավ նորություն է, որ Հայաստանը այնուամենայնիվ չնայած նշվում է որպես հիբրիդային ռեժիմ, բայց խոսքի ազատության առումով առաջընթացը նշվում է եւ այդ ամենը արտացոլվում հենց այդ վարկանշային աղյուսակում Հայաստանի տեղը բարձրացնելով։ Լավ նորություն լինելով հանդերձ, նաև մենք պետք է մյուս կողմից էլ ստապնայենք իսկ ինչ է այդ ազատության հիմքում այն իմաստով, թե որքանով է այդ ազատությունն անշրջելի Հայաստանի Հանրապետությունում եւ ինչով է ապահովում այդ ազատությունը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ուղղակի այդ ռուսական 5-րդ Շարասյան եւ 6-րդ պալատի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է բացահայտորեն խոսի Հայաստանի անկախության, սուվերենության, ժողովրդավարության դեմ ուղղակի, կոչ անի դրանք լիկվիդացնելու, կոչ անի բռնության եւ դրանից ոչինչ չլինի։ Եվ դա համարվի խոսքի ազատության ինչ-որ մի ցուցանիշ, որը խոսքի ազատության թարս հասկացած ձևն է։ Եվ դրանով իսկ այո, այն էլ այս տեղեկատվական եւ հեռահաղորդակցային գլոբալ հեղափոխության պայմաններում ուղղակի գործունեություն է ուղղված պետականության կազմալուծմանը։ Սա այն է, ինչին ձգտում է Ռուսաստանը։ Եվ այդ ձգտումը իրացնում իր այս ներքին 5-րդ Շարասյան միջոցով, իր պրոքսիների միջոցով, դա ազդեցության խմբեր են, որոնք լծված են ռուսական շահերի սայլին եւ քաղաքական եզի կարգավիճակով, այո, քաշում են այդ սայլը դեպի մեզ եւ քշում այն մեր վրայով, փորձում ամենայն դեպս։ Ուզում եմ հիշեցնել այդ խարխուլ դեմոկրատիան ինչի է հանգեցնում։ Մինչև 32 թվականը Գերմանիան շատ դեմոկրատական երկիր էր։ Մի աննկարագրելի դեմոկրատական Կարմիրների բրիգադները, հա, այդ Ռոթֆրոնտը իր տերորն էր հանգիստանում, դարչնագույններն էլ, այդ նացիստական խմբերն էլ իրենց տերորն էին ազատորեն անում, հիանալի դեմոկրատիա եւ բռնության կոչեր անում էր
թե դարչնագույն մամուլը, թե կարմիր մամուլը երկիրը պատռում էին մեջտեղից, որից հետո արդեն դպրոցական դասագրքերից բոլորս անցել ենք ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ, որի ժամանակ նացիստներն այնուամենայնիվ մեծամասնություն չստացան, բայց տեղի ունեցավ շատ կեղտոտ գործարք, երբ պահպանողականները գերմանացի գնացին իբր կոալիցիայի նացիստների հետ, որից հետո այդ ամենից դուրս մնացին։ Դրա մասին կարդացեք Ֆրանց ֆոն Պապենի հուշերը։ Ինտերնետում ազատ հասանելիությամբ դրանք կան, թե ինչպես կոնսոլիդացվեց նացիստական բռնապետությունը Գերմանիայում, որից հետո թե պարլամենտը, Ռեյխստագը, թե ընդդիմություն ասվածը լիկվիդացվեցին, իսկ դրանց ներկայացուցիչներն էլ որտեղ հայտնվեցին, այո, համակենտրոնացման ճամբարում։ Հայկական ժողովրդավարությունը ունի պաշտպանության կարիք։ Այսօր մեր ժողովրդավարությունը, որը արձանագրում է այս խոսքի ազատության, այս աննախադեպ բարելավումը, այսօր թիրախավորված է ժողովրդավարության թշնամիների կողմից, թե Հայաստանից դուրս, թե Հայաստանի ներսում։ Այսպիսի խոսքի ազատություն նշանակում է, որ այս խոսքի ազատությանը մնացել է շատ քիչ։ Այդ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի թե հասարակության մեջ, հասարակության այդ ինքնակազմակերպման ինստիտուցիաներում, թե պետության, որին մենք հարկ ենք վճարում, որպեսզի նրանք ոչ թե ոչ գիտական ֆանտաստիկայից զարմանահրաշ բաներ պատմեն մեզ, թե ինչ է ժողովրդավարությունը, այս ժողովրդավարության թշնամիների առաջ ֆիլտրեր դնեն, հաշվի առնելով եվրոպական փորձը եւ պաշտպանեն ժողովրդավարությունը ժողովրդավարության գերեզմանափորներից։ Սա այսօր իշխանության պարտականությունն է, որի համար այն վճարվում է հարկատուների փողերից։ Մենք եթե թույլ տանք, որ այս խաժամուժը Պուտին հերոսացնելով, նյութենական պետություն քարոզելով, դռոշակ թափ տալով, ահաբեկելով, վախի մթնոլորտ տարածելով, մարդկանց վրա քշելով, սադրանքներ իրականացնելով, այս ամենը այո հիշեցնում է Վեյմարյան Գերմանիան։ Մենք դա թույլ չենք տալու։ Այո, մենք ստիպելու ենք իշխանությանը կատարել իր պարտականությունները եւ դրա համար նա ունի մանդատ, որը դեռ գործելու է 14 ամիս։ 21 թվականին մուրճով էիք գալիս։ Ուրա մուրճը։ Կոթը ջարդել եք։ Չէ։ Չգիտեմ ինչի մասին եք մտածում։ Անիմաստ բաներ եք խոսում։ Կամ էլ թամբալ եք, չգիտեմ։ Չունեմ դրա պատասխանը, բայց բոլոր դեպքերում դուք կատարելու եք ձեր պարտականությունը։ Որովհետև հայ ժողովուրդը չի հանդուրժելու այդ աղբի վերադարձը իշխանություն։ Մենք ռուսին տալու երկիր չունենք։ Եվ գլուխները պատով են տվել ռուս բերողներն այստեղ, իրենց Կիրիենկոներով, իրենց, չգիտեմ, Մարիա Զախարովաներով, թե մեկով, թե մյուսով։ Բոլոր նրանք, ովքեր հայերին մեղադրում են պատերազմ հրահրելով, պատերազմ հրահրողը դուք եք, ռուս բերողը դուք եք, մեր վրա Ադրբեջան բերողը, քսի տվողը դուք եք բոլորը, ու հաթաթ եք պատասխան տալու։ Լավ է լինելու, բարին ընդ ձեզ, կհանդիպենք։